Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ընկերային ցանցի էջին դեսանույթ հրաբարագեց խոսելով 3-29 հունվարին հրաբարagված վիճակագրության մասին։ Վարչապետը ըսավ 29 հունվարի թրությամբ 65 եւ ավելի տարիքի 50,073 թոշակառու ստացած է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն պետական բյուջեի միջոցներով։ Վարդենիսի բժշկական կենտրոնեն ներսլույս աշխարհ եկած է ընտանիքի 10-րդ զավակը հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան։ Եվրոպական միության անդամ 27 երկիրներ հավանություն տված են Եվրամիության խաղաղության հիմնադրամեն Հայաստանին 20 միլիոն եվրոյի աջակցություն դրամացրելուն, այս մասին հայտնեց Հայաստանի արտաքին գործոց նախարարության խոսնակ Անի Բադալյան։ Ան դեղեկացուց, որ որոշումը ընդունված է 28 հունվարին Եվրոպական խորհրդի նիստին։ 2025 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Հունգարիան հանած է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներու մեջ Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշումի վրայեն։ Էստոնիան այս տարի ծրագրած է Երևանի մեջ դեսպանատուն փանալ Armen Press-ի փոխանցմամբ այս մասին X-ի հարթակին գրած է Էստոնիա արտաքին գործոստնախարար Մարգուս Ցահկնան, տեղեկացնելով նաև, որ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելի մեջ հանդիպման մասին։ Եվրամիությունը ռազմավարական մեծ սխալ կգադարի ահաբեկչական գազམ་ագերբություններու շարքին դասելով իսլամական հեղափոխության բահբաններու բաժանմունքը հայտարարած է Իրանի արտաքին գործոստնախարար Աբբաս Արաքչին։ Եվրոպան սպաղած է ճգնաժամի գրագը փորփոքելով մեր զինված ուժերը այսպես կոչված ահաբեկչական գազམ་ագերբություններու ցանկի մեջ ներառելով այն կգադարի ռազմավարական խոշոր սխալը եւս գրած է Իրանի արտաքին գործոստնախարարը ընկերային ցանցի մեջ։ Եվրամիության Չիվանագիտության ղեկավար Քայա Կալաս հունվար 29-ին հայտարարեց, որ Եվրամիությունը որոշած է ահաբեկչական գազམ་ագերբություն համարել իսլամական հեղափոխության բահբաններու բաժանմունքը։ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ ինքը անցամ խնդրած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինեն մեկ շաբաթ շահարվածել Կիևը եւ ուկրաինական այլ քաղաքները, որոնի պատասխան ստացած է Ռուսաստանի նախագահի համաձայնությունը։ Ամերիկայի նախագահը նաեւ ասաց է ուկրաինական ղեկավարման շուրջ բանակցություններուն ըսկալի հարաճընթացի մասին։ Ուկրաինայում մեջ պատերազմի մոդալուտ ավարտի մասին խոսած է ՆԱՏՕ-ի մեջ Ամերիկայի մշտական ներկայացուցիչը։ Ըստ անոր կողմերը արդեն պայմանավորված են անվտանգության երաշխիքներու եւ տնտեսական օգուտներու մասին, որոնք Ուկրաինան պիտի ստանա խաղաղության գործարքեն։ Չինաստանի նախագահ Սի Ցզինպին Բեյջինգի մեջ ընդունեց Անգլիո վարչապետ Քիր Ստարմերը, սա վերջին 8 տարվա ընթացքին Մեծ Բրիտանիո վարչապետի առաջին այցելությունն է Չինաստան։ Ստարմերը իր այցելությունը անվանեց պատմական, Սի Ցզինպինն ալ հայտարարած է, որ Բեյջինգը փապակի Լոնդոնի հետ զարգացնել երկարաժամկետ գայուն եւ համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Հանդիպումեն հետո արդեն հայտարարված է շարք արդյունքներու մասին, Մեծ Բրիտանիո քաղաքացիներ կգրնան Չինաստան այցելել առանց վիզայի, եթե այցելությունը չի գերազանցեր 30 օրերը։ Կողմերը նաև պայմանավորված են մաքսատուրքերու նվազման մասին, իսկ անգլիական AstraZeneca տեղագործական ընկերությունը հայտարարած է Չինաստանի մեջ մինչև 2030 թվական 15 միլիարդ դոլար ներդնելու մասին։ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Անգլիո եւ Կանադայի հետ շատ վտանգավոր է Չինաստանի հետ գործնելը։ BBC փոխանցմամբ Թրամփ անդրադառնալով Անգլիո եւ Չինաստանի միջև համագործակցության ընդլայնման նպատակով համաձայնագիրներու կնքման անգլիական կողմին համար ասած է, անոնց համար շատ վտանգավոր է նման բան անելը եւ շատ ավելի վտանգավոր է Կանադային համար։ Կանադայի գործերը շատ վատ են, սակայն չի կարելի դիտարկել Չինաստանը որպես խնդիրի լուծում։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է երկրի մեջ արտագաղթ դրություն Կուբայեն փոխող ազգային անվտանգության սպառնալիքին պատճառով համապատասխան հրամանակիրը հրաբարակված է Սպիտակ տան գայքի մեջ։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։